Նորագյուղ թաղամասի հարգելի ներկայացուցիչներ, բոլորիդ ողջունում եմ եւ շնորհակալ ենք այս հնարավորության համար եւ շնորհակալ ենք, որ եկել ենք 2026 թվականի խորհրդանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն է եւ այդ քարոզարշավին մենք մի քանի առանցքային ասելիք ունենք ձեզ Այդ ասելիքներից կարևորներից մեկը այն է, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքներով մենք ձեր առաջ պարտավորեցվեցինք եւ խոստացանք, որ կդադարեցնենք Հայաստանի Հանրապետության թալանը եւ մենք դադարեցրել ենք Հայաստանի Հանրապետության թալանը 2018 թվականից Միջև 2025 թվականը ներառյալ կամ միջև այսօր նույնիսկ կարող ենք ասել ամենա 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումարը մուտք եղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Սա այն գումարներն են, որոնք հեղափոխությունից առաջ մտնում էին քրեաօլիգարխիկ կլանի ամենատարբեր ներկայացուցիչների գրպանը։ Մենք կասեցրել ենք այդ թալանի ընթացքը եւ այդ ամբողջ գումարները ուղղել ենք պետական բյուջե։ Հաջորդիվ մենք օրինակ ինչպես 2021 թվականի խորհրդանական ընտրություններում խոստացանք ժողովուրդը իդեմս կառավարության այլևս մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը ներառյալ 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիներին 300 միլիարդ դրամ։ Այդ 300 միլիարդ դրամը ուր էր գնում նախկինում։ Այդ 300 միլիարդ դրամը գնում էր քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների գրպանը։ Հայաստանի Հանրապետության դատախազության հայտի հիման վրա Ֆինանսների նախկին նախարարի տունը ապօրինի ձեռք բերված գույքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում օտարվել է եւ Հայաստանի դատախազության հայտի հիման վրա եւ հիմա այդ տան գնի 80%-ը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական 70% կներեք փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ process-ը գործընթացն է տեղի ունենում Ինչու 70%-ը, որովհետև Միացյալ Նահանգների օրենսդրությունը ունի առանձնահատկություններ եւ կարգավորումներ եւ այդ կարգավորումները պահպանվում են։ Հաջորդիվ այսօր կարող ենք արձանագրել, որ օրինակ Կոտայքի նախկին մարզպետի Շքեղ Դղյակը, որը արձանագրվել է որպես ապօրինի գույք, այլևս իր սեփականությունը չի, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է իդեմս կառավարության, որպես ապօրինի ձեռք բերված գույք, այսինքն դա արդեն տեղի ունեցած փաստ է, այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է արձանագրված այդ ապօրինի գույքի նկատմամբ, ժամանակին կոպեկներով, ծիծաղելի գներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը եւ այսօր տեղի ունենում արդեն իսկ դե ֆակտո տեղի ունեցած այդ գործընթացի դե յուրե արձանագրումը 2018 թվականից հազարավոր հեկտարներ այգիներ վերադարձվել են համայնքներին, բնակավայրերին, քաղաքներին տասնյակ մանկապարտեզներ, որոնք սեփականաշնորհված են եղել ապօրինի, վերադարձվել են համայնքներին եւ այսօր էլ հարյուրավոր մանկապարտեզների հետ կապված գործընթացներ են տեղի ունենում տասնյակ հազարավոր հեկտարներ այս ընթացքում 2018 թվականից մինչև օրս շուրջ 700 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք եւ ֆինանսական միջոցներ վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը եւ այս պահին էլ մոտ 1.3 միլիարդ դոլարի հայցապահանջ կա տարբեր դատավարություններով եւ քանի որ Հայաստանի վճռաբեկ դատարանը արդեն ինձ կայացրել է նախադեպային կարգավիճակ ունեցող դատավճիռ մենք համոզված ենք որ այդ 1.3 միլիարդի
առնվազն մեծ մասը կրկին կվերադարձվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ կվերադարձվի ժողովրդին։ Նկատի ունեմ ամենատարբեր հաշվարկներով մենք հեղափոխությունից միջև օրս միջև 8 միլիարդ դոլարի գողացված եւ թաքցված գույք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղից հարց է ծագում, բա որ վերադարձրել ենք, ինչ ենք արել այդ գույքով։ Տարբեր բաներ ենք արել, մասնավորապես նախ ուզում եմ արձանագրել, որ մենք 2018 թվականից ի վեր 7 տարբեր որոշումներով բարձրացրել ենք կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում։ 5 անգամ բուն կենսաթոշակն ենք բարձրացրել եւ եւս 2 անգամ նախաստատել ենք անկանխիկ առևտրի դեպքում հետվճարը եւ փաստացի 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ։ 16000 դրամ։ Այսօր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 46000 դրամ է։ Միայն այս տարի բարձրացված թոշակի հետ կապված մենք լրացուցիչ 70 միլիարդ դրամ ենք ծախսում պետական բյուջե։ Միայն այս տարի։ Բացի սրանից, մենք 2018 թվականից ըստ էության եռապատկել ենք առողջապահության բյուջեն եւ այսօր առողջության ապահովագրության համակարգով պետական բյուջեի հաշվին ծառայություններ են ստանում մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ տարեկի թոշակառուները։ Այսօր հազարավոր թոշակառուներ ստանում են առողջապահական ծառայություններ չվճարելով որևէ դրամ, 0 դրամ, այնպիսի ծառայություններ, որոնք արժեն 500,000 դրամ, 1 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ, եւ ահա էսա թալանվածը ժողովրդից այս ճանապարհով վերադարձվում է ժողովրդին։ Եվ սա բացի այն տասնյակ հազարավոր թոշակառուներ կան, տասնյակ հազարավոր, որոնք քրոնիկական հիվանդություններ ունենալու բերումով նախկինում ստիպված են եղել ամիսը 10,000, 20,000, 30,000 դրամ ծախսել դեղամիջոցներ ձեռք բերելու վրա։ Այսօր նրանք այդ դեղամիջոցները ստանում են պետական բյուջեի հաշվին, ինչը նշանակում է, որ նրանց փաստացի տնօրինող եկամուտը թոշակը ավելացել է ոչ թե 10 պլյուս 10,000 դրամը, որտեղ 10,000 դրամը բուն թոշակի ավելացումն է, մյուս 10,000 դրամը արդեն անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը, այլև այդ փողերը, որ 10,000 կամ 20 կամ 30 նախկինում ծախսում էին դեղեր ձեռք բերելու վրա, հիմա չեն ծախսում այդ փողը, որովհետև կառավարությունը պետական բյուջեի հաշվին այդ գումարը տալիս է իրաց, նշանակում է այդ մարդկանց փաստացի եկամուտը աճել է 30, 40, ընդհուպ միջև 50,000 դրամով։ Ահա սա է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Այս տարի մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ ես էլի ուզում եմ ասել, այսօր այն դպրոցները, որ մենք կառուցում ենք 0-ից, Հայաստանի պատմության մեջ այդ որակի դպրոցներ երբեք գոյություն չեն ունեցել։ Խորհրդային միության ժամանակ դա երբեք գոյություն չեն ունեցել։ Ովքեր կասկածով են վերաբերվում այս արտահայտության, այս նախադասությանը, Երևանում էլ կան այդպիսի նորակառույց դպրոցներ, Փարաքարում էլ կան, Աբովյանում էլ կան, գնացեք նայեք ձեր աչքով, գնացեք ձեր սեփական աչքով տեսեք եւ կտեսնեք, որ Հայաստանում այդ որակի խոսքը նորակառույցների մասին է, դպրոցներ երբեք չեն եղել եւ մենք շարունակելու ենք այդ ծրագիրը, որովհետեւ երբ որ մենք 300 դպրոց ծրագիրը սկսեցինք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ խնդիրը կլուծենք։ Այդ հետո պարզվեցինք, որ բոլոր դպրոցներն են կամ պետքա վերակառուցենք, կամ շենքերը այնքան քայքայված են, պետք է քանդենք 0-ից կառուցենք։ Եվ մենք ուրախ ենք դրա համար, որովհետեւ դա նշանակում է, որ առաջիկա տարիներին 5 տարի, լավ 10 տարվա ընթացքում ամենաշատը մենք Հայաստանում բոլոր դպրոցները կլինեն գերժամանակակից պահանջներին համապատասխանող։ Այսօր գնացեք տեսեք, թե Հայաստանի դպրոցներում ինչ ֆիզիկայի լաբորատորիաներ կան, ինչ քիմիայի լաբորատորիաներ կան, ինչ կենսաբանության լաբորատորիաներ կան։ Հայաստանի պատմության ընթացքում երբեք այդպիսի լաբորատորիաներ մեր դպրոցներում չեն եղել։ Գնացեք տեսեք ինչպիսի
խաղահարապարակներ կան, ֆիզկուլտուրայի ինչպիսի դահլիճներ կան, Հայաստանի պատմության ողջ ընթացքում այդպիսի խաղահարապարակներ մեր դպրոցներում չեն եղել, գոյություն չեն ունեցել։ Նույնը վերաբերվում է մանկապարտեզներին, նույնը վերաբերվում է հասարակական տրանսպորտին։ Ժողովուրդ ջան, այսօր հենց այսօր մենք տեսանք 44 նոր տրոլեյբուսներ Երևանի համար ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։ Ժողովուրդ, եւ ինչի համար ենք մենք այս ամեն ինչը անում, ինչի համար ենք այս ամեն ինչը անում։ Մենք այս ամեն ինչը անում ենք մի բանի համար, որովհետեւ մենք ձեզ սիրում ենք։ Մենք ձեզ սիրում ենք։ Մենք ձեզ սիրում ենք, որովհետեւ մենք մեր թոշակառուներին, տարեցներին վերաբերվում ենք այնպես, ինչպես վերաբերվում ենք մեր ծնողներին։ Մենք երեխաներին վերաբերվում ենք այնպես, ինչպես վերաբերվում ենք մեր երեխաներին։ Մենք մեր հասակակիցներին վերաբերվում ենք այնպես, ինչպես վերաբերվում ենք մեր քույրերին եւ եղբայրներին։ Եվ սա է այն դարակազմիկ եւ շրջադարձային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Բաներ կան, որ ես ձեզ կարող եմ կոնկրետ թվերով հիմնավորել, ցույց տալ եւ ապացուցել, բայց բաներ կան, որ թվով ցույց չես տա։ Եվ դա հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում հետևյալն է փոխվել Հայաստանի Հանրապետությունը, պետությունը սիրում է իր քաղաքացուն, քաղաքացին սիրում է իր պետությանը։ Սա գին չունի, սա թիվ չունի։ Չեն կարող այս երևույթի առաջ գիծ քաշել եւ դեմը գումար գրել, որ սա 1 միլիարդ արժի կամ 2 միլիարդ կամ 10 միլիարդ կամ 1 տրիլիոն։ Սա անգին է։ Սա անգինա, սրանից բարձր արժեք գոյություն չունի, եւ սա իրական Հայաստանի այն գաղափարաբանության իրագործումն է, որը ասում է, որ պետությունը պետք է սիրի քաղաքացին, քաղաքացին պետք է սիրի պետությունը, պետությունը պետք է սիրի քաղաքացուն, քաղաքացին պետք է սիրի պետությունը, եւ այսօր պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությունը եւ այն ինչ որ դուք տեսնում եք դա սիրո արտահայտությունը։ Բայց ամենամեծ սիրո արտահայտությունը այն խաղաղությունն է, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես պատկերավոր ասում եմ, որ մենք դեկտեմբերին ներողություն, փետրվարի վերջին նստեցինք այն ավտոբուսները, որի անունը տենց սկզբից ոնց որ թե նույնիսկ ընդդիմությունը բան արեց, տենց մենք ենք դրել, տենց ընթացքում անունը եղավ ուրախ ավտոբուս, այդ ուրախ ավտոբուսով ճամփորդեցինք, եւ մեկ էլ արձանագրեցինք, որ հասել ենք ուրախ Հայաստան, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ես տեսնում եմ, իմ մտքով չերել անցնի, ես դա ձեզնից եմ տեսել եւ ձեզնից եմ Հայաստանի Հանրապետությունը ուրախ պետություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այլևս հաղթահարել է գոյատևման եւ մակարման օրակարգը, մենք այսօր մտել ենք զարգացման եւ բարեկեցության օրակարգի մեջ։ Ժողովուրդ ջան, ուրեմն 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը տնտեսությունը աճել է 53%-ով, բայց սա կարևոր է, որ միջինացված 18 թվականից այսօր մեր տնտեսական աճը բարձր է եւ համաշխարհայինից, այսինքն միջին համաշխարհայինից ավելի բարձր է մեր տնտեսական աճը եւ ԵԱՏՄ միջինից էլ ավելի բարձր մեր տնտեսական աճը։ Եվ այո, մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարեկեցության մակարդակը փոխվել է։ Այսօր մեր քաղաքացիները նախորդ տարիներին բողոքում են, ասում են չեն կարող Եվրամիության վիզա ստանանք, եւ դա բողոքի ալիք էր գեներացվում։ Պարզվում է 2018 թվականից համեմատ դեպի Եվրամիություն մեկնող մեր քաղաքացիների թիվը 500%-ով աճել է, ժողովուրդ ջան, 500%-ով։ Սա ինչ է, սա բարեկեցության նշան է, որովհետև ոչ մեկ կներեք Փարիզ չի գնում 1000 դրամը ջեբին։ Այդ նշանակում է մարդը փող ունի վիզա տալու,
այդ վիզաստալանու, հյուրանոց վարձելու, ավիատոմս գնելու եւ այդպես շարունակ 500% ավելացել է դեպի Եվրամիություն Հայաստանից ուղևորափոխադրումը եւ սա բարեկեցության ամենակարևոր ցուցիչն է մենք 2018 թվականից Հայաստանում ավելի քան 280,000 աշխատատեղ ենք ստեղծել 280,000 աշխատատեղ ենք ստեղծել Ես ձեզ եմ սիրում Բայց Ժորժան ինչ որ ասի ամենակարևորը, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը խաղաղությունն է, որը 9 ամսական է եւ 9 ամսական երեխայի նման, ինչպես ամեն 9 ամսական երեխա դարձել է Հայաստանի ամենակարևոր ներկայությունը, դարձել է Հայաստան ընտանիքի ամենակարևոր ներկայությունը եւ խաղաղության բերումով է, որ Հայաստանը դարձել է ուրախ պետություն, որովհետև արդեն ավելի քան 2 տարի մենք ոչ զոհում ենք սահմանին, ոչ էլ վիրավոր, եւ սա Հայաստանի Հանրապետության ուրախության առանցքային պատճառներից մեկն է, բայց այսօր կան ուժեր, մասնավորապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը, որը փորձում է ապնդել, թե Հայաստանը ի վիճակի չի տեր կանգնել այդ 9 ամսյա այդ 9 ամսյա խաղաղությանը եւ նրանք նորից առաջարկում են հանճարեղ մի բան ասում են եկեք այդ 9 ամսյա խաղաղությանը հանձնենք ուրիշների խնամքին հանձնենք որփանոց հանձնենք որփատուն եւ սա է երաշխավորների մասին նրանց խոսակցությունը եւ սա է երաշխավորների մասին նրանց խոսակցությունը մենք ի վերջո հաղթահարել ենք պատմության այն ցիկլը եւ մենք թույլ ենք տվել որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ օգտագործելուց հետո դեն շպրտեն մենք առաջին անգամ բազմաթիվ զոհերի եւ զոհությունների գնով ի վերջո ճեղքել ենք այդ պատմական ցիկլը եւ այդ ճեղքման արդյունքում եւ մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին սա բացառիկ պատմական իրադրություն եւ իրադարձություն է մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին եւ նրանք պատերազմի այդ եռագլուխ կուսակցությունը առաջարկում է, որ մեր ճակատագրի ղեկը նորից հանձնենք ուրիշների ձեռքը այն տրամաբանությամբ, որ Հայաստանցին, Հայաստանի Հանրապետությունը չի կարող կառավարել իր ճակատագիրը։ Մենք կտրականապես համաձայն չենք սրա հետ, մենք կտրականապես համաձայն չենք սրա հետ եւ կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացին կարող է եւ պետք է Տեր կանգնիր խաղաղությանը եւ հստակ եւ ուղիղ առանց սեթեվեթանքի ասում ենք որ խաղաղությանը տեր կանգնելու համար պետք է 2026 թվականին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է հասկանալ եւ արձանագրել թե ինչու են քվեարկում 16-ին որովհետեւ այդ քվեարկությունը ամենևին էլ ինքնանպատակ չէ եւ չպետք է լինի իսկ մենք 2000 ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը կենտրոն վարչական շրջանին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը թարք նահատակների եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ ենք շատ շնորհակալ ենք Այդ մեկը պետք է համբալը նստի պարոն վարչապետ Ուրիշ տարբերակ չունի ինքը Ես երեք ասել եմ լսեք ես երեք արմավիրում չգիտեմ լսել եք թե չեք լսել Ես ասել եմ որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Քոչարյանը Կալուգացին եւ Պրոբելարուսը երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին բայց այդ հնարավորությունը իրանք չեն ունենալու չեն ունենալու Սա շատ հստակ է
Ես շատ կարևոր է նաև որ դուք արձանագրեք, թե ինչ է Իրանից ներկայացնում այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Ուժեղ Հայաստան կոչվողը այդ հանրապետականի ռեբրենդինգն է։ Որովհետև կալուգացի օլիգարխի ընտանիքը ամբողջ կյանքում ծառայել է Սերժ Սարգսյանին։ Նրա եղբայրը եղել է ՀՀԿ խորհրդանական խմբակցության ղեկավարը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Մի հատ էլ երեսովս են տալիս, թե մենք բարեգործություն ենք արել։ Պատկերացնում եք, բարեգործություն են արել մանկապարտեզների վրա ավել հոսանքի փողա գրեք ալուգացին, գրպանել, հետո տարե Սերժի համար բարեգործությամբ տուն է կառուցել։ Հասկանում եք։ Երկրորդը Հայաստան դաշինքը այդ Քոչարյանն է, երրորդը Բարգավաճ Հայաստանը, Բելարուսամետ Ծառուկյանն է։ Հիմա սա նախկին իշխանության վերադարձի կոնկրետ փորձ է, որտեղ սա նույն 2007, 2005, 2010, 2013 թվականների կոալիցիան է, որի մենք իրար հետ հեղափոխությամբ զրկել ենք իշխանությունից։ Եվ ես ինչպես նշեցի ապօրինի իրանց գույքի վերադարձը, այդ իրեքներ իրանց անունների մեջ օգտագործում են Հայաստան բառը, Բարգավաճ Հայաստան, հորջորջում են Բարգավաճ Հայաստան, այն մեկը ուժեղ Հայաստան, այն մեկն է Հայաստան դաշին։ Ես ասում եմ, որ մենք Հայաստան անունը իրանք նույն տրամաբանությամբ, ինչ որ իրանց ապօրինի գույքերն ենք հիմա վերադարձնում, նույն տրամաբանությամբ էլ Հայաստան անվան իրենց ապօրինի տիրապետումը պետք է վերադարձնեմ։ Իրանք իրավունք չունեն Հայաստան անունի ներքո հանդես գալ, որովհետև իրանք կապ չունեն Հայաստանի հետ։ Իրանք Հայաստանը կեղեքողներն են, թալանողներն են, ժողովրդին հարստահարողներն են, եւ 2026 թվական մի հատ ուրիշ բան էլ ասեմ։ Արդեն քանի տարի բերաններն են գցել, թե 5000 զոհ, 5000 զոհ, ես պատասխանում եմ, պատասխանատու ասում եմ, ԲՀԿ, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք։ Եթե դուք չհիմնավորեք 5000 զոհը, ուրեմն դուք ստահակ եք։ Եվ ժողովուրդը պետք է դրա համար այդ զոհերի թվերը տեն շարքելու համար պետք է ձեզ ծնկի բերի բառից բուն իմաստով, պետք է ծնկի բերի բառից բուն իմաստով։ Ձեր ժամանակը շատ չի, հիմնավորեք, ասել եք 5000, հիմնավորեք այդ թիվը, եթե չհիմնավորեցիք, շատ ծանր հետևանքներ ունենալու։ Ես ասում եմ անուն առ անուն այդ երեք պարագլուխներին, չհիմնավորեցիք, հետևանքները ծանր են լինելու, ժողովուրդը դրա համար, հետ դրա այդ թվում դրա համար ձեզ ծնկի է բերելու։ Եվ ես ասում եմ, դուք Հայաստանից փախնելու հնարավորության մասին երազելու եք, եւ դուք չեք ունենալու այդ հնարավորությունը։ Դուք գիտեք, թե ինչ է ձեզ սպասում 2026 թվականի հունիսի 7-ից հետո։ Պայքարեք ինչքան կարող եք, բայց ես այսօր հանրապետությունով շրջելով հասկանում եմ, որ դուք պայքարի տեղ չունեք, ձեր պայքարը վաղուց արդեն ավարտվել է, ձեզ մնում է հլու սպասել Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ ժողովրդի որոշմանը եւ մեր կառավարությունը այդ որոշումը շատ արագ ի կատարե ացելու, որևէ մեկը թող չկասկածի, որևէ մեկը թող չկասկածի։ Շնորհակալ եմ։